Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Տերն է թագավոր, հավիտյանս, հավիտենից Սաղմոս 10:16 Հիսուս Քրիստոսն ինքնակոչ բռնապետ չէ, ով հավակնում է աստվածային իրավունքին, նա իսկապես և ճշմարտապես Տիրոջ օծյալն է, որովհետև Աստված հաճեց, որ աստվածային ամբողջ լիությունը նրանում բնակվի, Կողոսացիս 1:19 Աստված նրան է տվել ողջ զորությունն ու իշխանությունը, որպես Աստծո որդի, նա հիմա իր եկեղեցու գլուխն է ամեն բանից վեր, Եփեսացիս 1:22 և կառավարում է երկինքը, երկիրն ու դժոխքը, կյանքի և մահվան բանալիները կրելով իր գոտու վրա։ Որոշ իշխաններ իրենց թագավոր են կոչել ժողովրդի ձայնի իրավունքով, և անշուշտ մեր Տեր Հիսուս Քրիստոսն այդպիսին է իր եկեղեցում։ Եթե քվեարկության դրվեր այն հարցը, թե արդյոք նա պիտի լինի եկեղեցու թագավորը, յուրաքանչյուր հավատացող կթագադրեր նրան։ Օ, եթե մենք կարողանայինք տալ նրան իրեն վայել փառքը, ոչինչ, որ փառավորում է Քրիստոսին, չի կարող չափից ավելի շատ լինել։ Նույնիսկ չարչարանքը վայելք է և կորուստը ձեռք բերում, երբ դրանց միջոցով նրա գլուխն ավելի պայծառ պսակներով է զարդարվում և նա ավելի փառավոր տեսք է ստանում մարդկանց և հրեշտակների աչքերում։ Այո, նա թագավորելու է, կեցցե թագավորը, օրհնյալ լինի Հիսուս Քրիստոսը։ Առաջ եկեք դուք, որ սիրում եք ձեր Տիրոջը, խոնարհվեք նրա ոտքերի առաջ և նրա ճանապարհը ծածկեք ձեր սիրո շուշաններով և գոհունակության վարդերով։ Այստեղ բերեք արքայական պսակը և նրան թագադրեք, որպես ամեն բանի Տեր։ Ավելին, մեր Տեր Հիսուսը թագավոր է Սիոնում, հաղթանակի իրավունքով։ Նա նվաճել և իր վերահսկողության տակ է վերցրել իր ժողովրդի սրտերը, սպանելով բոլոր թշնամիներին, որոնք գերության մեջ էին պահում նրանց։ Իր արյան կարմիր ծովում նա խորտակել է մեր մեղքերի փարավոնին, և միթե նա չի թագավորելու Հեսուրունում։ Նա ազատել է մեզ երկաթե լծից և օրենքի ծանր անեծքից, և միթե մեր ազատարարը չի թագադրվելու։ Մենք ենք նրա բաժինը, որոնց նա իր սրով և աղեղով փրկել է ամորացիների ձեռքից։ Եվ ով կարող է հափշտակել մեզ նրա ձեռքից։ Հավիտյան փառք քեզ, Հիսուս թագավոր, մենք ուրախությամբ ընդունում ենք քո տիրապետությունը, հավերժ թագավորիր մեր սրտերում, ով խաղաղության իշխան։